Մեղադրող դատախազը փորձում է ժամանակ շահել, հետաձգելով նիստը, ձեր դիտարկումները։ Տեսեք, ավելի քան 1 ամիս է, ինչ Սահմանադրական դատարանի որոշումը կայացվել է եւ դատախազությունը ինչպես տեսակ խնդրեց հետաձգել այս դատական նիստը եւ ոչ միայն այս, նաեւ երկրորդ դատական նիստը, որը ամսի 29-ին էր նշանակված, այն հիմքով, որ քննարկումներ են իրականացնում, պետք է հասկանան, թե ինչ դիրքորոշում ձևավորեն։ Հիմա մենք չգիտենք, թե մնացած գործերով ինչ վիճակ է, ինչ քննարկումներ են իրականացնում, բայց որևէ մեկ գործ չի կարող կախված լինել մեկ այլ գործից, եւ մեր գնահատականն այն է, որ մեր գործով ակնհայտորեն հայցը անհիմն է Սահմանադրական դատարանի որոշման կոնտեքստում, որովհետեւ Սահմանադրական դատարանը հստակ ամրագրել է այն դիրքորոշումը, որ ենթադրյալ հանցանքի հետ պետք է կապ ունենա ապօրինի որակված գույքը, այսինքն գույքի ձեռքբերումը պետք է լինի արդյունք որոշակի պատճառահետևանքային կապի մեջ պետք է լինի ենթադրյալ հանցանքի։ Մարդը պիտի պետական պաշտոն ունենա, հետագայում գույք ստեղծի, որ դրա մասով ապօրինի գույքի բռնագանձման հիմքեր ստեղծի այսօրվա դատախազությունը։ Պետական պաշտոնյա լինելը հիմքերից մեկն է, մեր գործով այդ հիմքով չէ, այլ հանցագործության ենթադրյալ հանցանքի հիմքով, որով ցանկացած կարող է լինել պատասխանող ըստ էության։ Սահմանադրական դատարանի որոշման այդ հատվածը վերաբերում է նրան, որ որևէ գույք կարող է համարվել ապօրինի այս օրենքի կոնտեքստում, եթե դա ինչ-որ կերպ ձեռք է բերվել հանցագործության արդյունքում, այսինքն կապ կա հանցագործության եւ այդ գույքի ձեռքբերման միջեւ։ Հիմա մեր գործում հանցագործությունը ենթադրյալ հանցանքը, որը հաստատված չէ, կրկնեմ, տեղի ունեցել, ասենք 2014-15 թվականներին, բայց գույքը, որը դատախազությունը համարում է ապօրինի, 90-ականների հիմնականում ձեռք բերված կամ 2000-ականների սկզբի ձեռք բերված գույք է, ակնհայտ է, որ այդտեղ պատճառահետևանքային կապ լինել չի կարող, որովհետև ենթադրյալ հանցանքը տեղի ունեցել տարիներ, տասնամյակներ ավելի ուշ։ Պարոն Դավթյան, այսինքն միակ դիրքորոշումը, որ այս պահին ակնկալվում է դատախազությունից, հայցից հրաժարումն է։ Իհարկե, տրամաբանական դատավարական քայլը պետք է լիներ հայցից հրաժարումը Սահմանադրական դատարանի կոնտեքստում, ընդ որում կրկնեմ, որ Սահմանադրական դատարանը նոր բան չի ասել։ Մենք այդ դիրքորոշումը ի սկզբանե հենց գործի հարուցման սկզբից եւ ներկայացրել ենք դատախազությանը եւ դատարանին եւ ոչ միայն մենք, այլ նաեւ իմ բազմաթիվ փաստաբան գործընկերներ այլ նմանատիպ գործերով, այսինքն հաստատվել է մեր այդ դիրքորոշումը, դրա իրավաչափությունը եւ սրանից հետո այո տրամաբանական քայլը պետք է լիներ հայցից հրաժարումը։ Հիմա անգամ եթե հայցից չի հրաժարվում, մենք խնդրում ենք դատարանին արագացված դատաքննություն կիրառել, որը նշանակում է առանց մանրամասն նախնական դատական նիստերի անցկացման, դատաքննության անցկացման անմիջապես անցնել վճռի կայացման, որովհետև հայցը ակնհայտ անհիմն է։ Դուք տպավորություն չունեք, որ այդուհանդերձ դատախազությունում քաղաքական որոշման են սպասում, որովհետև 1 ամսից ավել Սահմանադրական դատարանի որոշումը կար եւ կոնկրետ այս գործով կարող են հրաժարվել ինչքանը թողել, բայց հիմա ես բնականաբար չեմ կարող այլ գործերով դիրքորոշում հայտնել մանրամասնային ցանոթ չեմ, մեր գործընկերները այլ գործերով այդ պատասխանները կտան, բայց մեր գործով ակնհայտ է, որևէ տրամաբանական տարբերակ չկա, որ իրենք կարողանան հիմնավորել Սահմանադրական դատարանի կոնտեքստում այդ պատճառահետևանքային կապը, որովհետև շատ պարզ ենթադրյալ հանցանքը տեղի ունեցել գույքերի ձեռքբերումից տարիներ, տասնամյակներ հետո։ Իսկ ձեր ծրագրերում կան դատախազության դեմ հակընդդեմ հայց ներկայացնել, քանի որ իրենց գործողությունների կամ անգործության պատճառով խոշոր գործարարը մեծ վնասներ է կրել։ Տեսեք, եթե
օրինակ հայցից հրաժարում տեղի չունենա, եթե արագացված դատաքննություն չկիրառվի, նախ մենք կքննարկենք առանձին միջնորդությամբ հայցի ապահովումը վերացնելու համար դատարանին դիմելու հարցը, եւ եթե դա էլ չբավարարվի, արդեն հետագայում այո, հայցի ապահովմամբ, ոչ իրավաչափ հայցի ապահովմամբ արգելանքներով պատճառված վնասները կարող են պահանջվել եւ վատն այն է, որ կարող են պահանջվել ի վերջո պետությունից, պետական բյուջեից, այսինքն մենք քաղաքական կմահաճույքների համար վճարում ենք շարքային քաղաքացիներս։ Կլինի դա Ռուբեն Հայրապետյանի գործով, մեկ այլ գործով։ Այո, այս գործերով պետք է դատախազությունը այդ պատասխանատվությունը զգա, որ իր գործողությունների անգործությունների հետևանքով գուցե ոչ այսօր, բայց տարիներ հետո պետության հաշվին հնարավոր է վնասի հատուցումներ լինել եւ մենք ստիպված այդ հայցերը պետք է մոտավոր հաշվարկներ կան, օրինակ տասնյակներով գիտեն, որ կոնկրետ Ռուբեն Հայրապետյանի դեպքում մեքենաներ են փտում կանգնած, նաեւ բիզնեսը չի ներարկում փողեր, այսինքն կոնկրետ հաշվարկներ կան կամ մոտավոր թե ինչ գումարների մասին է խոսքը, որ վնաս է կրել այդ մարդը, մանավանդ որ Հայաստանում չէ եւ չի կարողանում այլ գործերով զբաղվել։ Չէ, հաշվարկներ չունենք եւ իհարկե դրանք փորձագիտական գնահատման ենթակա են այդ հաշվարկները, ընդ որում այդ թիվը անընդհատ բնականաբար տրամաբանորեն պետք է աճի, որովհետեւ ինչքան այդ ժամանակահատվածը երկարում է արգելանքի տակ մնալու, այնքան վնասները ավելանում են եւ կարող են բնականաբար մեր բոլորի Կլսենք նաեւ պարոն Մակինյանին, Ռուբեն